Մարզչի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր, հետո եթե հանրը նաև երկարացնելու հնարավորություն։ Եվ դուք բազմիցս նշել եք, որ հավաքականի մարզիչը ինքը պետք է ընտրի ֆուտբոլիստերին, այս դեպքում ևս արտոնություն այդ տրված է, այսինքն ազատ լինելու։ Իհարկե, բացառությամբ այն ֆուտբոլիստները, որոնք ես գտնում եմ, որ խախտել հավաքականի կարգապահությունը, կարգականոնը եւ վնաս են բերում ազգային հավաքականին, նրանց բացի օրինակ Յուրապ Մովսիսյան, Ռոբերտ Արզումանը, նրանք չեն կարող լինել ազգային հավաքականում, ինչքան էլ մարզիչ ուզել է, ես դա իմ իրավունքն է, ես կարող եմ նրան թույլ չտալ հրավիրել նոր ֆուտբոլիստները։ Պարոն Հայրապետյան, Չեռնոբիլի հետ խաղն առաջիկա, ինչ սպասենք մեր հավաքականից, ինչ ենք ակնկալում։ Հավաքականից փայլուն խաղ, հաջող խաղ, ցանկանալի են հավաքականին հաջողություն, իսկ գուշակությունները ես երբեք չեմ զուգում։ Բայց սրտանց ուզում եմ, որ անպայման հաղթենք։ Եվս մի կարդ ներողություն, նաև երիտասարդական հավաքականի մասին կխնդրեմ մի փոքր խոսեք, քանի որ 2017 թվականի առաջնությունում շատ վատ հանդես եկավ, ընդամենը 1 միավորով եզրափակեց մրցաշարի նահոսակը, այլ մենք կառուցում ենք ակադեմիաներ տարբեր մարզերում, տարբեր քաղաքներում, բայց երիտասարդական ֆուտբոլի արդյունքը դեռևս չենք տեսել, չի մտահոգում այս հարցը ձեզ։ Դուք շատ ճիշտ եք նկատել, մեր երիտասարդական հավաքականը իր հնարավորություններից շատ ցածր խաղաց, ու բնականաբար ես հետևություններ եմ արել, հիմա գլխավոր մարզիչը կգա, նշանակենք, նրանք քննարկենք, եւ ինչ որ ես իմ անձնական կարծիք ունեմ, ես նրան կներկայացնեմ, ինչ եմ մտածում, նրանց հետո ինքը մարզիչը ծրագիր կներկայացնի, եւ ես կարծում եմ մենք կունենանք հաջողություններ։ Իսկ երիտասարդական հավաքականը իր հնարավորություններից շատ ցածր է հանդես եկել։ Այսինքն մենք ունենք այդ պոտենցիալը, դա ուշադրություն դարձնել, մենք ունենք երիտասարդական հավաքականում շատ լավ ֆուտբոլիստներ, որոնք կարող են խաղալ, նույնիսկ պատրաստ են ազգային հավաքականում խաղալ։ Մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնք նույնիսկ չեն հրավիրվել, ունենք 4-5 ֆուտբոլիստ, պոտենցիալ շատ ուժեղ ֆուտբոլիստներ են եւ չեն հրավիրվել ազգային հավաքականում։ Արդեն մարզիչի թերությունների արդյունքն է, ես կարծում եմ, եթե չեն հրավիրվել։ Ու եթե ուշադրություն դարձնենք, Հայաստանի առաջնությունը հանդես եկող շատ տաղանդավոր երեխեք ունենք, ուղղակի չեն հրավիրվում հավաքական, կամ հրավիրվում են հիմնական կազմում չեն խաղում։ Բազմաթիվ պրոբլեմներ իրոք ձախողվել ենք։ Ոչ թե ֆուտբոլիստ չլինելու պատճառով, այլ ձախողվել ենք, ես կարծում եմ տարբեր այլ պատճառներով, մենք ֆուտբոլիստ ունեցել ենք։ Եվս մեկ հարց, UEFA-ի նախագահի պաշտոնում Ալեքսանդր Չեփերյանի ընտրվելը գիտենք, որ ֆեդերացիան պաշտպանեց նրա թեկնածությունը, ինչ նոր շահագրգիռներ կարող է տալ այդ մասնագետը մեր ֆուտբոլի ֆեդերացիային։ Մեր ֆուտբոլի չէ, եվրոպական ֆուտբոլը կարող է չէ։ UEFA-ի նախագահը մտածում է ոչ թե մեկ ֆուտբոլի ֆեդերացիայի մասին, այլ ամբողջ եվրոպական ֆուտբոլի մասին։ Եվ կարծում եմ նա իր ծրագրերով ներկայացրել է, դե վերցնենք կտենակ, որ բավականին լուրջ փոփոխություններ ու լուրջ աշխատանքներ կրում եւ սկսում դրական արդյունք ունենալ։ Բացի դրանից այս տարի եթե հետևել եք բավականին ավելացել են ակումբների գումարները, Եվրոգավաթերի մասնակցող ակումբների գումարները։ Պարոն Հայրապետյան, նշեցիք, որ երկու տարի Վանաձորի քաղաքային մարզադաշտը հնարավոր է արդեն նորոգվի, այդ տեղական իշխանությունների հետ քննարկել եք թիմ ունենալու խնդիրը մինչև քաղաքային մարզադաշտի վերանորոգումը հնարավոր է Վանաձորը ունենալ թիմ։ Տեղական իշխանությունների հետ ինչի համար քննարկեմ թիմ ունենալու։ Պետական թիմ բա նորընտիր քաղաքապետը ֆուտբոլասեր եւ նորընտիր քաղաքապետը լավ է որ ֆուտբոլասեր է, բայց երբ որ նորընտիր քաղաքապետը փորձեցի ուզենա բյուջեի հաշվին քաղաքապետարանի թիմ պահի, ես ինքս անձամբ դեմ կրեմ։ Շատ վատ բան է, ժողովուրդ, երբ որ պետական ինչ-որ մի ստրուկտուրա պահում է սեփական թիմ, վատ է։ Եվ ուշադրություն որ դարձնեք, տեսեք Ռուսաստանի առաջնությունը, չգիտեմ 16 առատ թիմ է, ինչ է, տամենի 3-4 են սեփական թիմ, մնացածը պետական բյուջեի վրա նստած է։ Իսկ արդյունքը ինչ է, կամ նույն Ղազախստանը, նույն Ադրբեջանը, մեր արևաններին է, պետական բյուջեի թիմեր պահելը հավատ բան է, այ ուրիշ բան է, մտածենք Լոռու մարզում մի գործարարի խնդրենք
որը բոլորով միասին, լրագրողներով, քաղաքացիներով, ֆեդերացիայի նախագահ, ընտրեն թիմ պահի, այդ դա ուրիշ է, դա շատ լավ է։ Վանաձորում շատ էր խոսում, որ Թարգրիկ ընկերության նախագահ Թովմաս Գրիգորյանն է պատրաստական։ Այո, ինքը պատրաստականությունը այդ է և կարծում եմ ինքը կպահի։ Իսկ ինչ վերեմ հավաքականի մարզչի, ես ձեզ ասեմ, մենք առասարակ մեր երկրպագուները չեն թույլ տալի մեր մարզիչները աշխատել։ Տեսեք Վարուժան Սուքեսյանը, հլը չմտած խաղադաշտ արդեն գոռում են Սուքեսյանը հեռացած։ Ինչ-որ մի այլ մարզիչի անում են գոռում, դա շատ վատ է։ Գիտեք ինչ, այսօր այնքան կանեն հավաքականի մարզիչ ոչ մեկը չի ուզի աշխատի, ինչպես Վարդան Մինասյանը չի ուզում հավաքական անունը լսի, մարզիչը։ Այսինքն չեն շանս տալի, ոչ մեկը չի նայում, այդ հավաքականը ինչի ամենավատ խաղում։ 5-6 ֆուտբոլիստ վնասվածք ունեն։ Հավաքականը, այսինքն առաջատար ֆուտբոլիստից սկսած, կարևոր ֆուտբոլիստներ վնասվածքների տակ են։ Մարզիչը ցախողվել է, ու մի անգամից խաղը չսկսած գոռում են Սուքեսյանը հեռացի, ինչի համար։ Ով գայց խաղը պարտվեն չպետք է Հայաստանի հավաքականը բոլորին հաղթի, ցանկալի է իհարկե, բայց դա հնարավոր չի։ Եվ մեր երկրպագուները դառնում են փորձանք մեր հավաքականի գլխին։ Հավաքականը լավ է խաղում, չգիտես թե վերագրում են իրենց վրա, որ իրանք են ամեն ինչ արել։ Իրանք են հավաքականին ինչ-որ կամ տենց մի խումբ, ասում են իրանք են հավաքականին պատժեշկային արել, որ հավաքականը լավ է խաղում։ Հենց հավաքականը վատ է խաղում, մարզիչը մեղավոր ֆեդերացիայի նախագահն է։ Բայց կան նաև վատ խաղալու օբյեկտիվ բազմաթիվ պատճառներ։ Մի մարզիչ ուներ ուժեղ ֆուտբոլիստներ չխաղացրեց, երկրորդ րոպեին 10 հոգու ենք մնացել, անհաջողությունը։ 10 հոգու մնացել են, բնականաբար չեն կարող Մինայի հետ պայքարել, հավասար պայքար տանալ։ Մի անգամից սկսեն գոռալ տրիբունաները Սուքեսյան հեռացի, ինչի անում։ Եկ եկամ մարզիչը մի անգամից հիասթափվի ու հաջորդ խաղին զզվալով գնա։ Որ լավ հասկացանք, մի կողմ դրած, ինչի համար են հայոյանքներ տալի։ Ուրեմն բացեք այդ սոցիալական ցանցերը, դուք տեսեք այդ ինչ խայտարակությունը։ Մարզիչին, ֆեդերացիայի նախագահին, աշխարհի կեղտոտ հայոյանքները տալիս են։ Ոչ չեն մտածում այդ ֆեդերացիայի նախագահ մարզիչը ունեն տղա, կարող է պատահի մի օր բռնեն ու պատժեն իրենց։ Այս սա է կատարում ամենավատ բաները կատարում է շրջան, ոչ մեկը ուշադրություն չեն դարձնում։ Մենք խնդրեի ձեզ դրեց բաների վրա ուշադրություն դարձնենք։ Հավաքականը առաջին պահից ձախողվեց։ Կարմիր քարտ ենք ստացել, ոչ մեկը չէր ուզում, 10 հոգու ենք մնացել, 5 հիմնական կազմի ֆուտբոլիստ բացակայում է։ Մեկը դրա մասին չի մտածում, մի անգամից մարզիչին սկսում են կարկոցել։ Լավ չէ։ Պարոն Արաբեջյան, շեշտեցիք այս եղած մանրամասները, այդ դեպքում ինչ եք հորդորում կամ ինչ խորհուրդ տալիս երկրպագուներին այս բարադայում։ Հորդորում եմ, ոնց որ ամբողջ աշխարհում մի անգամից չհարցակվել մարզիչի վրա, թող լսել մարզիչին։ Մենք բոլորս տենում ենք դա պատճառները։ Այ եթե չկա պատճառ ու անարդար ինչ-որ բան է կատարվել, մարզիչը սխալ բաներ է արել, դա ինչ է, մարզիչը ֆուտբոլիստ չունի, կամ ֆուտբոլիստներ իրականում հավաքականի մարզաշապիկ չպետք է հագնեն, բայց ստիպված կանչել է, որ դա 23 հոգին չեն լրանում, որովհետև լիքը ֆուտբոլիստներ ինքը ունի վնասվածքի տակ է։ Բազմաթիվ ֆուտբոլ, 8-9 հոգի, չեմ ուզում ես հլա մարդկանց ասել, որոնք ինքը պլանավորում են կանչել, խաղից հրավերքից 2 օր առաջ վնասվածք են ստացել, մի օր առաջ վնասվածք են ստացել, մարզման ժամանակ վնասվածք են ստացել հավաքականի և մարզիչի մոտ դառնում վակուում առաջացել։ Ու իրականում ֆիզիկապես մարզիչը չէր կարող փակել այդ բոլոր ցակերը։ Լուրջ պրոբլեմներ էր առաջացել, ինքը ուզենալը չէր։ Պլյուս դրան ավելացավ կարմիր քարտը, որը բոլորս տեսանք, այո, անցանկալի ինչ-որ անհասկանալի բան կատարել, երիտասարդ է, թողել մտներ գնդգոլը ավելի լավ էր, քան ստե, բայց այդ պահին նա մարդ է, սխալվել է։ Ու դրանից օգտվում են մի անգամից ինչ-որ խումբ են, չգիտես ինչ ոռնում են, ինչ է գոռում։ Հələ առաջին խաղակեսի 10-րդ րոպեից գոռում են Սուքեսյան հեռացի։ Այն դեպքում որ 80 րոպե կա խաղին։
Ինչի համար։ Այդ մարզիչը, այդ հավաքականի ֆուտբոլիստները գորնում ֆուտբոլ են ուզում։ Ինքը խաղի են խաղում այդ ֆուտբոլ։ Այդ ֆուտբոլիստները ոնց պետք է խաղան։ 80 րոպե ոնց պետք է խաղան։ Այդեն հոգեբանական ճնշումը գործադրում են եւ ֆուտբոլիստների եւ մարզիչի վրա, վերջանում է։ Նրանք են մարդու հետ երիտասարդ, որ հոգեբաններն ավելի շուտ ազդում են, դա իմ վրա կառաջացնի, մարզիչի վրա ինչ-որ մի տեղ, բայց ֆուտբոլիստները վրա մի անգամից գոռում են ֆուտբոլ են ուզում, բայց ինչ են անում իրենք դաշտում։ Պարոն Հարապետյան, անկախ մեր հավաքականի առաջիկա հանդիպումների արդյունքից եւ անկախ նրանից թե երկրպագուները դժգոհ են կամ կողաբանեն մարզչի աշխատանքը, Արթուր Պետրոսյանը այդ հնարավորությունը, այդ շանսը կստանա երկարատև աշխատելու։ Իհարկե։ Արթուր Պետրոսյանին ես ինքս ասել եմ, ես քո կապում 4 տարվա պայմանագիր, ինքը հրաժարվել է, ինքն նախընտրել, երբ թողես ցիկլը կստացվի մոտ կերկարացնենք, չէ՞։ Գնա։ Ինքն է ինձ խնդրել, ես իրան ուզեցել եմ միանգամից 4 տարի պայմանագիրը կապել։ Ինքը ինձ առաջարկել է, որ երբ մինչև ցիկլի ավարտը, որ եթե ստացվի նոր կերկարացնենք, եթե ես հանկարծ ձախողեմ, կգնամ։ Պարոն Հարապետյան, ստացվում է մենք մարզիչ ենք փոխում անընդհատ, սա փորձադաշտ չէ։ Չկա օտարերկրացի մարզիչ հրավիրելու այդ գաղափարը։ Օտարերկրացի մարզիչ, հենց որ օտարերկրացի ֆեդերացիայի նախագահ կունենանք, երևի կհրավիրի։ Ցանկություն չունեմ այլազգի մարզիչ բերել ֆուտբոլի ֆեդերացիան աշխատելու։ Հավաքականի գլխավոր մարզիչ։ Որովհետև օտարերկրյա մարզիչները իմ աշխատանքային փորձը հավատացեք ինձ մենակ վնաս է տալի։ Իմ փորձը ինձ ցույց է տալու, որ դա տենց է։ Նրանցից երբեք մեր հավաքական օգուտ չի կարող ստանալ։ Արթուր Պետրոսյանը 20 տարի խաղում է արտասահմանում, 10 տարի է մարզչական գործունեությունով զբաղված եւ 9 տարի։ Եվ փայլման ինչ է, պետք է անպայման այլ ազգանունի վերջ այլ լիներ, որ մենք համարենք լավն է։ Իսկ ինչի Արթուր Պետրոսյանը վատ է, որ հայ է, որ Միշել Զաքարյանն ենք, հայ ազգի փայլուն մարզիչ է, որ համաձայնվել մեծ աճկը կնշանակի։ Էլի դե ասենք օտարերկրացի է, դե ասենք Մի օր էլ երկրպագուները հիշում եք, որ գոռում էին Հարապետյան լրացինով, մի հատ պահանջ էին գրել։ Խարիզմատիկ մարզիչ են ուզում, բոյով, սիմպաթիչնի տեսքով, հավաքականի մարզիչ տենց է լինում։ Դիտի ավելի մասնագիտական մոտեցում ցույց տալ, էլի տենց բան է, ոչ թե սիրողական մակարդակի մարզիչ մենք ուզենանք։ Մխիթարյանի հետ կապված նախորդ տարիք առաջ Մանչեսթերը գծություն էր վերածավարել։ Մխիթարյանը այդ արդյունքում չեկա, բայց անգամ նախնդիր Չեմ կարող ես նման հարցը պատասխանել, որտեղ չեմ անում Մանչեսթերի մարզիչի գործի մեջ ինչ է։ Չգիտեմ, իր մեջ ինչ է մտածում, ինքը չգիտեմ։ Դե ինքը կարող պատասխանի, Մխիթարյանն ինքը չի իմանում, ինչ է ես հարցերը ինքը չգիտի։ Նորմալ պարապում է լավ մարզավիճակում է Մխիթարյանը, պատճառը ոչ մեկս չգիտի։ Կարապետյան հասնող կետը, որ մինաց երկրպագուները իրենց պաստորային վերցրասմանության նույնված, այդ պաստորը չկարված են իրենց խաղադաշտ, ինչ է կարծում ես դեպքեր կապված, նարավոր չէ Ինչպես։ Նարավոր չէ այդ դեպքի թույլ տալ կամ չքանով է տանաքի Եթե իհարկե կարելի է թույլ տալ եւ Հայաստանում միակ մարզադաշտը որակազրկել։ Կարեն թույլ տալ, ինչ չէ։ Եվ որակազրկել միակ գործող մարզադաշտը, որը թույլատրվում է FIFA-ի կողմից միջազգային խաղ։ Բոլորս էլ գիտենք, ախր կանոնակարգվել քաղաքական որևէ տեսակ բանը պաստառներ իրավունք չունենք։ Բոլորն էլ գիտեն, ամեն տեղ է գրած։ Ուրիշ հարցեր կան։ Եթե չկան, շնորհակալություն։